Հունվարը բերում է հատուկ խթան, ոչ միայն պատահական հաջողություններ, այլև իրադարձություններ, որոնք կարող են փոխել ձեր ֆինանսական հետագիծը առաջիկա ամիսների ընթացքում։ Սա այն ժամանակն է, երբ վճռական քայլերը, ուշադիր պլանավորումը եւ հարմար պահը ճանաչելու ունակությունը կպարգևատրվեն սովորականից ավելի արագ։ Ստորև կգտնեք 7 նշանների մանրամասն կանխատեսումներ, ինչը կարող է հանգեցնել ձեր ֆինանսական վիճակի կտրուկ բարելավմանը, ինչ որոշումներ պետք է կայացվեն եւ որ ազդակներին է լավագույնս դիմադրել։ Կարիճ։ Հնարավորությունների եւ հանգիստ գտածոների գիշերային քարտեզ։ Հունվարը կարող է լինել այն ժամանակը, երբ գրեթե ինտուիտիվ կերպով ի հայտ են գալիս անսպասելի եկամտի աղբյուրներ։ Դուք նկատում եք այն, ինչ մյուսները բաց են թողնում։ Սրանք պարտադիր չէ, որ մեծ հաղթանակներ լինեն։ Դրանք հաճախ ճշգրիտ որոշումներ են, շահավետ գործարքներ կամ տեղեկատվություն, որի հիման վրա դուք գործում եք ճիշտ ժամանակին։ Ֆինանսական հաջողությունը կգա նրանց, ովքեր կարող են գործել կենտրոնացված եւ խուսափել շտապողականությունից։ Ձեր ուժը կայանում է խորը վերլուծության եւ վերահսկողությունը պահպանելու ունակության մեջ։ Սա գործնականում ժամանակ է վերանայելու ձեր ակտիվները, գտնելու ձեր սեփական նախագծերում թաքնված արժեքը եւ ուշադիր կառավարելու ձեր ներդրումները, որտեղ պարզությունն ավելի կարևոր է, քան աղմուկը։ Մի շտապեք բացահայտել ձեր բոլոր քարտերը, առավելությունը պահպանելու եւ տեղեկատվական տարբերությունները ուշադիր վերածելու իրական փողի ունակությունը շահույթ է բերում։ Պատվիրեք անհատականացված հորոսկոպ։ Խեցգետին։ Գլխավոր էջ՝ ռեսուրսներ։ Ձեզ համար հունվարին ֆինանսական հաջողությունը աջախ կապված է տանը սկսվող գործերի հետ։ Շահավետ անշարժ գույքի վաճառք, վարձակալություն, շահավետ բնակարանի բարելավման գործարք կամ ընտանիքում ծնված բիզնես գաղափար։ Սա այն ժամանակն է, երբ նյութական բարեկեցության գաղափարները դառնում են շոշափելի, մտածված քայլերի եւ սիրելիների աջակցության շնորհիվ։ Դուք պետք է համակարգեք ձեր ծախսերն ու ռեսուրսները, ստեղծեք ծրագիր, քննարկեք տարբերակները նրանց հետ, ում վստահում եք, եւ գործեք համապատասխանաբար։ Հստակ փաստաթղթերն ու թափանցիկ համաձայնագրերը այժմ աշխատում են ձեր հաջողության համար։ Մի խնայեք առաջարկների իրավաբանական կամ խորհրդատվական վերանայումների վրա։ Զգացմունքային վստահությունը ձեզ կտա հաջություն գործարքներ կնքելու, իսկ գործնականությունը կօգնի ձեզ պահպանել ձեր ձեռքբերումները։ Առյուծ։ Շնորհալիություն, որը վերադառնում է շահույթով։ Հունվարին առյուծները կարող են ֆինանսական հաջողություններ ապրել իրենց պրոֆեսիոնալիզմի եւ ընդլայնված հաճախորդների բազայի ճանաչման միջոցով։ Մեծ պատվերներ, ավելի բարձր գներ եւ առաջարկներ, որոնք արտացոլում են դրանց իրական արժեքը։ Սա նաեւ այն ժամանակն է, երբ ձեր կերպարի եւ նախագծի ներկայացման մեջ ներդրումներ կատարելը կարդարանա սովորականից ավելի արագ։ Այնուամենայնիվ, գլխավորը միայն ձեզ ներկայացնելը չէ։ Խոսքը ճիշտ պայմաններ գտնելու եւ ձեր առաջարկը հստակ ձևակերպելու մասին է։ Այդ դեպքում դուք կստանաք ոչ միայն վարձատրություն, այլև հեղինակավոր պայմանագրեր։ Պատրաստ եղեք բարձր մակարդակով բանակցել եւ պաշտպանել ձեր գները։ Դուք արժանի եք ամենին, եւ հունվարը ձեզ հնարավորություն կտա ապացուցել դա։ Եթե ներդրում կատարեք որակի մեջ, այն կվերադարձվի տոկոսներով։ Երկվորյակներ։ Նշանակալի գնումներ եւ ձեր տան ճակատի ամրապնդում։ Երկվորյակների համար այս ամիսը խոստանում է հնարավորություն կատարել խոշոր գնում, որը անմիջապես կբարելավի ձեր հարմարավետության մակարդակը եւ կծառայի որպես ներդրում։ Դա կարող է լինել տեխնոլոգիա, անշարժ գույք կամ աշխատանքային արդյունավետությունը բարձրացնող իրեր։ Նաև սպասվում է միջոցների հոսք, որը թույլ կտա ձեզ մարել հին պարտավորությունները եւ վերակառուցել ձեր ընտանեկան բյուջեն կայունության համար։ Այս փուլում կարևոր է չտրվել ազդակներին եւ ուշադիր վերանայել գործարքային փաստաթղթերը։ Իրավաբանական աջակցության վրա խնայելը կարող է թանկ լինել։ Ամրապնդելով ձեր տունը եւ սահմանելով ֆինանսական առաջնահերթություններ, դուք կստեղծեք հարթակ ավելի ազատ ստեղծագործականության եւ մասնագիտական աճի համար առաջիկա ամիսներին։ Ձկներ։ Տաղանդը վերածվում է եկամտի եւ բերում է կայունություն։ Հունվարը ձկների համար այն ամիսն է, երբ ձեր ստեղծագործական եւ հուզական ռեսուրսները ստանում են առևտրային տեսք։ Դասընթացները, օրիգինալ նախագծերը, գեղարվեստական առաջարկները կամ խորհրդատվությունները կսկսեն կայուն եկամուտ ստեղծել։ Սա լավ ժամանակ է վաղուց տիրապետած, բայց համակարգված չօգտագործած հմտությունները դրամայնացնելու համար։
Գործնական խորհուրդ. փաթեթավորեք ձեր փորձը հստակ ապրանքի կամ ծառայության մեջ եւ առաջարկեք այն ձեր թիրախային լսարանին։ Ձեր բիզնես գաղափարի պարզությունն ու հստակությունը զգալիորեն կբարձրացնեն արձագանքը։ Պահպանեք կարգապահություն ձեր ֆինանսներում, գրանցեք ձեր եկամուտները եւ վերահսկեք ծախսերը, կանխատեսելիությունն ապահովելու համար։ Եթե համադրեք ստեղծագործականությունը գործարար հմտության հետ, հունվար ամսվա հաջողությունը ձեր ֆինանսական անվտանգության զգացում կտա։ Կույս. երկար սպասված աշխատանքային արդյունքներ եւ հանրային ճանաչում։ Կույսերի համար տարվա սկիզբը կբերի այն նախագծերի պտուղները, որոնց վրա դուք երկար ժամանակ աշխատել եք, բոնուսներ, պաշտոնի բարձրացումներ կամ կարևոր պայմանագրի ավարտ։ Սա այն ժամանակն է, երբ ձեր կողմից մշակված համակարգված մոտեցումը եւ մանրամասների նկատմամբ ուշադրությունը վերջապես ֆինանսապես պարգևատրվում են։ Պահը օգտագործելու համար վերանայեք բոլոր փաստաթղթերը եւ պատրաստեք ձեր արդյունքների ներկայացում։ Երբեմն կատարված աշխատանքի հստակ ցուցադրումը բավարար է պատշաճ բոնուս ստանալու համար։ Մի մոռացեք ձեր հեռանկարային գործընկերների մասին ղեկավարության հետ քննարկելը, դուք վաստակել եք ավելին խնդրելու եւ ստանալու իրավունքը։ Պահպանեք ձեր հաստատակամությունը եւ խուսափեք ձեր ժամանակը փոքր նախաձեռնությունների վրա վատնելուց։ Հունվարը առավելագույն եկամուտ կբերի նրանց, ովքեր կենտրոնանում են կարևորի վրա։ Այծեղ ջուր. ռազմավարական հաղթանակներ եւ հիմքի ամրապնդում։ Այծեղ ջուրները հնարավորություն ունեն հունվարին արդյունքների հասնելու իրենց երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում։ Ամիսներ շարունակ հետապնդած գործարքները կարող են ավարտվել ձեր օգտին, իսկ ռազմավարական որոշումները կարող են հանգեցնել բիզնեսի ընդլայնման կամ կարիերայի առաջ խաղացման։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է ակտիվների ռացիոնալացման, ներդրումների վերաբաշխման եւ ձեր հիմնական կարողությունների ամրապնդման համար։ Բիզնեսում ուշադիր եղեք իրավական մանրամասներին եւ պայմաններին, որտեղ երկարաժամկետ նկատառումներն ավելի կարևոր են, քան կարճաժամկետ շահույթը։ Ապագան տեսնելու ձեր բնատուր ունակությունը եւ համբերությունը այժմ կարդարացվեն, ապահովելով շոշափելի արդյունքներ։ Հետևողականությունը բերում է ոչ միայն եկամուտ, այլև հեղինակության կայունություն։